Ողջույն սիրելի բարեկամներ, այսօրվա մեր փոքրիկ այս հանդիպման ընթացքում ցանկանայի ներկայացնել եկամ խոսել այն սխալ կարծիքի մասին, որ տարածված է մեր բոլորիս մեջ, որ Հիսուսը Դավթի որդին է, ի նկատի ունենալով հերյա թագավոր Դավթին, որպես Դավթի ցեղից։ Համենայն դեպս ասեմ, որ դա ևս սխալ ընկալում է, քանզի շուտով ձեր համար կընթերցեմ հենց կտակարանից մի դրվագ, որտեղ Հիսուսը ասում է, որ դա չի կարող այդպես լինել։ Ահա հիմա ընթերցենք եւ կընթերցեմ Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ IB 41-ից 46 կետերը։ Մի հատված, որտեղ փարիսեցիներին հարցնում է Հիսուսը, ինչ եք կարծում, ով է Քրիստոս, նրանք ասում են, որ Քրիստոս Դավթի ցեղից է, Դավթի որդի է, եւ Հիսուսը ասում է, որ այդպես չի կարող լինել։ Ու երբ փարիսեցիները ժողովեցան, Հիսուս հարցուց անոնց ու ասավ. Քրիստոսի վրայով ինչ կարծիք ունեք, անիկա որուն որդին է։ Ըսին իրեն. Դավթի։ Ըսավ անոնց Հիսուս. հապա ինչպես Դավիթ հոգիով զանիկա Տեր կկոչե ու կսե. Տերը իմ Տիրոջս ասավ նստե իմ աջ կողմս, մինչև քո թշնամիներդ ոտքերուդ պատվանդան ընեմ։ Ուրեմն եթե Դավիթ զանիկա Տեր կկոչե, ինչպես անիկա անոր որդին կլլայ։ Ահա սիրելի բարեկամներ, ընթերցանությունից դուք ևս լսեցիք, որ Հիսուսը ասում էր, թե ինչպես կարող է Քրիստոս կոչվի Դավթի որդի, եթե Դավիթը Քրիստոսին Տեր էր կոչում։ Եվ այո, այսպիսով հասկանում ենք, որ ճիշտ չէ Դավթի որդի անվանել մի բարձրագույն էակի, քանզի համարելով Դավթի որդի մենք ավելի ենք ցածրացնում այդ վեհ գաղափարը, Քրիստոսի վեհ գաղափարը, քանզի նույն Հիսուս Քրիստոս ասում էր, ես չեմ եկել առողջների, այլ եկել եմ հիվանդների համար։ Ի նկատի ունենալով, որ տվյալ դաշտը, տվյալ տարածքը, որտեղ որ ինքը եկել էր եւ իր գործողությունը եւ իր գործունեությունը պետք է ծավալեր, այնտեղ մարդկային մի մեծ քանակ էր գտնվում, ովքեր կտրվել էին ճշմարտության եւ լույսի ճանապարհից, այսինքն ասած Հիսուսի հիվանդների համար էր ինքը եկել եւ Հիսուսին վերագրել որպես Դավթի որդի կնշանակի նրան իջեցնել, հասցնել ցածր մակարդակի։ Սիրելի բարեկամներ, կարծում եմ ամեն մի խոսք շատ կարևոր է ճիշտ ընկալել, ամեն մի գաղափար ճիշտ ճանաչել եւ այդպիսով գնալ առաջ, քանզի Քրիստոսի հետևից գնալ կնշանակի հնարավորինս ամեն ձև անել ճանաչել ճշմարտությունը եւ հնարավորինս քայլել ճշմարտության ճանապարհով, չվնասելով նաեւ մեր կողքիններին կամ գալիք սերնդին։ Եվ այն ինչ էլ որ պետք է փոխանցենք գալիք սերնդին, փոխանցենք ճանաչած ձևի մեջ։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, եթե հետաքրքրում է այս մեր հանդիպումները, կարող եք տարածել, կխնդրեմ նույնիսկ տարածել, որպեսզի գոնե գետ մեկ հայ մարդու հնարավորինս ավելի օգտակար լինենք, հնարավորինս շուտ արթնանալու համար։ Շնորհակալ եմ, մինչ հանդիպում։